Ողջույն իմ սիրելի հետևորդներ, այսօր շատ համեղ ուտեստ եմ պատրաստել, պիրոգ եմ պատրաստել IIS շերտավոր խմորով, թխում ենք ջեռոցում, հիմա պատրաստենք միջուկը, մեզ հարկավոր է գլուխսող, գլուխսողը պետք է մանր կտրատենք և տապակենք բուսայուղի մեջ, տապակի մեջ բուսայուղ ենք ավելացնում, երբ այն մի քիչ տաքանում է, ավելացնում ենք կտրատած սոխը, սոխը պետք է և ոսկեգույնի և եփվի, դրա համար կափարիչով փակում ենք, սիրելիներս միջուկը լինելու է սպանախով և սնկով, սպանախը մանր կտրատում եմ և պետք է ավելացնեմ սոխեռածի վրա, ինչի համար եմ կտրատում, որպեսզի ուտելուց, կտրելուց կտորները հարմար լինի, առանց ջուր ավելացնելու լցնում եմ հենց սոխեռածի վրա և խառնում եմ, կափարիչը կփակեմ, որպեսզի եփվի և թուլանա նաև սպանախը, նույն խմորով խաչապուրի եմ թխել երեխաների համար, ահա տեսեք ինչքան լավ է ստացվել, դեռ մի անգամ էլ ունեմ գրտնակելու, այսինքն խմորը ես գրտնակում եմ 3 անգամ, այստեղ գրտնակած է 2 անգամ և բացել եմ ու թխել եմ անմիջապես, միջուկի համար մեզ անհրաժեշտ է նաև սունկ, սունկը կտրատած պահածոյացրած խանութի սունկ է, մի քիչ էլ եմ մանր կտորների բաժանում, ավելացնում եմ սպանախի վրա, պետք է թողնենք մի հատ իրար հետ եռա, որպեսզի համը խառնվի, ավելացնելու ենք աղ, սև պղպեղ, կարմիր պղպեղ ու նորից խառնենք, ցանկալի է կափարիչը չփակել այս դեպքում, որպեսզի ջուրը գոլորշիանա, հեղուկ չմնա այս խճողակի մեջ, այլապես պետք է քամենք, հիմա բացենք խմորը, շատ դեպքերում ես շեշտել եմ, որ եթե շերտավոր խմորը ստացված է, նախ պատրաստելուց հետո ես միշտ փորձում եմ մի կտոր, և այլ խմորեղեններ թխելուց չի ստացվում, ուրեմն նշանակում է հենց մնացած գործողություններից է կախված, որ խմորը լավ չի բարձրանում, հիմա ես ձեզ ցույց տվեցի խաչապուրին, տեսաք ինչքան լավ բարձրացել էր, ինչ շքեղ տեսք ունեին, այստեղ նույնը չի լինելու, որովհետև նախ այսպես կտորների եմ բաժանել, հյուսքի նման շերտերն իրար վրա եմ բերում, նախ շերտերը բացվելու տեղ չեն ունենալու, երկրորդն էլ միգուցե սպանախի այդ միջուկի գոլորշին չթողնի, որ շերտերը բարձրանան, հուսել վերջացնելուց հետո երեսին դեղնուց ենք քսում, որպեսզի գեղեցիկ տեսք ունենա և տեղափոխում ենք 200 աստիճան տաքացած ջեռոցը թխելու, եթե կնկատեք լավ շերտերը բարձրացել է, եփված է դե արդեն միջուկը, միգուցե ձեր ջեռոցը տարբեր լինի, մի քիչ լինում է նույն ջերմաստիճանի, բայց թույլ ու ուժեղ, հոսանքների տատանումից, կարող եք մի քիչ ուժեղացնել, որպեսզի երեսը անմիջապես կարմրի ու հանեք, շատ լավ է ստացվել, շատ գեղեցիկ է, պետք է ասեմ, որ փորձել ենք համնել շատ համեղ էր, մի խոսքով թխեցինք սա, հիմա նույն միջուկով, բայց պետք է վրան մի քիչ քերած պանիր ավելացնեմ և փաթաթելու տարբերակը ծրարաձև այնքան որ ծալեմ, այստեղ շերտավոր խմորի վրա փռում եմ միջուկը և քերում եմ մոցարելա պանիր, կարևոր չէ խմորի եզրերը, դրա համար չեմ հարթեցրել, որովհետև դեպի ներս ծալելու եմ այսպես, տեսեք, իրար վրա բերելով ծալելու եմ, հետո այս պատրաստի արդեն պեռոգը թեքեմ, թեքելուց հետո երեսին ձու ենք քսում գեղեցիկ գույնի համար, տեղափոխում ենք նորից 200 աստիճան ջեռոցում, տաքացած ջեռոցում թխվելու, դանակով կտրվածք ենք անում, որպեսզի այս ջեռյեփուկը եփելուց գոլորշին դուրս գա և ոչ տեսքը կորցնի պիրոգը, ոչ էլ այդ գոլորշուց չբարձրանա, այստեղ կտրվածքը թույլ կտա, որպեսզի թխվի այնպես, ինչպես մեզ պետք է, մի խոսքով քունջուտ ենք շաղ տալիս և տեղափոխում ենք նորից 200 աստիճան ջեռոցում թխվելու,
Ահա այս մեկի տեսքն էլ էսպես եղավ։ Սիրելիներս, այսքանը, շնորհակալ եմ, որ դիտեցիք, կհանդիպենք հաջորդ տեսանյութերում։